Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Պաշտոնական այցով Երևանում է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Արդեն կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, անդրադարձել Հարավային Կովկասի վերջին իրադարձություններին։ Հանդիպման արդյունքները նախարարները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում։ Այսօր անցկացվել է Հայաստանի զինված ուժերի բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։ Դրան հետևել են պաշտպանության փոխնախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Շտաբի պետը արձանագրել է, որ ատեստավորման գործընթացը ակնհայտ դրական է ազդել զինված ուժերի մարտական պատրաստության բարձրացման վրա։ Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, սակայն Ադրբեջանի գործողությունները վկայում են այն մասին, որ նրանց նպատակը ստորագրման գործընթացի ձգձգումն է։ Այսպիսի տեսակետներ են հայտնել հայ փորձագետները Ադրբեջանի ապատեղեկատվության և կեղծ նարատիվների արշավ ընդդեմ Հայաստանի թեմայով քննարկման ժամանակ։ Մանրամասները տեսանյութում։ Մեր տարածաշրջանը, որը մեծ հաշվով, եթե գնում ենք ավելի քաղաքական գնահատականների ճանապարհով, այս պահին նվազ ռազմական էսկալացիայի միտում ունեցող տարածաշրջան է, բոլորը շատ լավ հասկանում են, որ այս պահին իրավիճակը ավելի շատ այս քարոզչական հարթությունում է։ Այսինքն միջազգային տարբեր դերակատարներ կամ այս տարածաշրջանով հետաքրքրված բազմաթիվ երկրներ բնականաբար կան բավականաչափ խորքային գնահատականներ առայն, որ այս պահին հարավկովկասյան տարածաշրջանում որևէ էական էսկալացիայի հիմք, պատճառ առիթ չկա։ Շահառու դերակատարների համար պարզ է, թե այս տարածաշրջանում ինչ է կատարվում, բայց միևնույն ժամանակ այդ հիմնական դերակատարներն էլ ներգրավացնելով այն խնդիրներում, ուրեմն չեն փորձում զարգացնել այն դրական միտումը, որ կա մեր տարածաշրջանում, այսինքն եթե մենք գտնվենք ավելի կայուն եւ կանխատեսելի այսօր աշխարհում եւ տարածաշրջանում, բնականաբար այս արձանագրված իրողությունը համաձայնագրի տեքստի համաձայնեցման, ուրեմն մի փոքր ավելի շարունակականության դրսևորման դեպքում միջազգային հանրության եւ հատկապես ամենաազդեցիկ դերակատարների նույն Միացյալ Նահանգներ, գուցե Ռուսաստանը, եթե ուրեմն պլաններ ունենար վերադառնալ եւ հնարավորություններ մեր տարածաշրջան կամ այլ մեկ խաղացողների կողմից, ապա դա կարող է վերածվել ինչ որ արդեն կոնկրետ գործընթացի, բայց քանի որ չկան այդ հնարավորությունները, ցանկությունները եւ ծրագրերը, դրա համար բոլորը ես համամիտ եմ, անգամ գուցե առանց տեքստին ծանոթանալու թե ինչ է, եթե կողմերն եկել են համաձայնության, նշանակում է դա արդեն երկուսին էլ փոխշահավետ է, հետաբար մեր գործն է ողջունենք այդ, ոնց որ օրինակ նախորեն շատ սիմվոլիկ էր Հռոմի Պապի անդրադարձը, հիվանդանոցից դուրս գալուց հետո իր առաջին հանրային ելույթում նաև այս խնդրին, այս իրողությանը անդրադառնալ։ Այնպես որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են իրավիճակը, ես կրկնում եմ, հիմնական նպատակը այս բան այս քարոզչական արշավի գրոհի այն նարատիվը, որը գեներացում է հայկական կողմից, որպես տարածաշրջանում էսկալացիայի պատճառ հիմք չկա այլևս եւ քաղաքական բանակցությունների մակարդակում պետք է կողմերը գնան խնդիրների լուծման, այդ նարատիվի չեզոքացումն է։ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է թելադրել տեղեկատվական պատերազմի հարցերը, ըստ էության, ու եթե անդրադառնամ այդ վերջին միջոցառմանը, որը դուք հիշատակեցիք, շատ ակնհայտորեն խոստովանեցին բանախոսներից մեկը, շատ հպարտությամբ, թեև ներկայանում էր որպես ՀԿ ներկայացուցիչ, բայց շատ հպարտությամբ հայտարարեց, որ պատերազմում, տեղեկատվական պատերազմում 20 թվականին Ադրբեջանը ջախջախիչ հաղթանակի կամ պարտությանն մատնել Հայաստանին, քանի որ իրենց նախագահը 31 հարցազրույց է հաջողացրել տալ միջազգային ԶԼՄ-ներին, առաջ տանելով իրենց հենց խոսույթները, ու դա իրականում խոստովանություն ու ցուցիչ էր մեզ համար առայն, որ իրենք մինչև օրս էլ շատ կարևորում են հենց առաջատար լինելը, թելադրող լինելը։ Հիմա ստացվում է, որ այս խաղաղության համաձայնագրի համատեքստում իրենք կորցնում են ինչ որ նախաձեռնությունը թելադրելու եւ ուստի փորձում են այլընտրանք ստեղծել կամ երկրորդային ֆրոնտ տեղեկատվական բացել, ասելու, որ սա իրական համաձայնագրին
ուղի չէ դեռևս, այսինքն Հայաստանը այս դեպքում, Հայաստանին մեղադրելով, որ պատրաստ չէ իրական խաղաղությանը, որովհետև ըստ էության դա չի տեղավորվում իրենց ընդհանուր մոտեցման ու քաղաքականության մեջ ցույց տալու, որ Հայաստանն ագրեսոր է, կառուցողական չէ տարբեր հարաբերություններում հնարավոր չի իր հետ հարցեր լուծել առանց ուժի կիրառման ու սա ինչպես մենք նախկինում էլ արձանագրել էինք կարող է պատրվակի հող պատրաստել, որպեսզի ամեն պահի էլ կազուս բելի հիմք ունենան ու հերթական էսկալացիայի դրդեն, եթե հասկանան, որ այլընտրանք չկա այս պահին կամ իրենց հատկապես ձեռնտու է դա։ Հայկական կողմի պաշտոնական, լրահոսում համենայն դեպս բառամթերքը փոքր-ինչ փոխվել է նախկինի հետ համեմատած, ավելին պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը, երբ որ մեկնաբանում էր, այս հաղորդագրությունները ադրբեջանական կողմի, բազմաթիվ իրար հետևից մի քանի օր շարունակ, կարծես թե հաստատեցին, որ իրոք կրակոցներ տեղի ունենում են ադրբեջանական կողմից, պարզապես հայկական կողմը դրանց մասին չի բարձրաձայնում ընդհանրապես, քանի որ դրանք երկարատև ինտենսիվ կրակոցներ չեն ըստ էության, նշանակելով, որ այլ տեսակի են, ուստի չենք բարձրաձայնում, ու սա իրականում տեղավորվում է հայկական տեղեկատվական պորտֆոլիոյի մեջ, այսպես ասած, չսրել իրավիճակը, որևէ առիթ չտալ թեման զարգացնելու գուցե եւ ցույց տալ, որ մենք խաղաղասեր ենք եւ պատրաստ ենք համապատասխան քայլերի դիմելու։ Ազգային ժողովը այսօր սկսել է հերթական նիստերի աշխատանքը։ Օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկել է մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որի ընդունման նպատակը մասնավոր պահնորդական գործունեության կանոնակարգումն է։ Օրինագծով, որը ներկայացրել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափ, այսինքն բազային տուրքը 500 պատիկի փոխարեն սահմանել 3000 պատիկի չափով։ Օրինագծով նախատեսվում է նաև, որ պահպանվող անձին կարողանա ուղեկցել 1 մեքենա եւ առավելագույնը 3 պահնորդ։ Նախարարի տեղակալը պարզաբանել է, որ օրենքը ընդունվել է 2012 թվականին, որից հետո փոփոխություններ չեն կատարվել։ Հիմա գործող համակարգը ինչ խնդիրներ ու թերություններ ունի, որովհետեւ ենթադրվում է, որ կան որոշակի խնդիրներ, բաց տեղեր, թերություններ, որոնք վերացնելու համար է այս ամեն ինչը։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ որոշ պահնորդական կազմակերպություններ գրանցված են, բայց պահնորդական գործունեություն չեն իրականացնում ըստ էության, եւ մեր համար էլ շատ տարօրինակ նման կազմակերպություններ ունենալ, ունենք շուրջ 200 գրանցված կազմակերպություն եւ վերջիններիցս 20 կամ 30-ն է մեզ հայտնի, որ կայուն գործունեություն է ծավալում եւ մնացած կազմակերպությունները գրանցվում են ստեղ տարբեր մենք հետևություններ ենք արել, այդ թվում մեկ պահնորդ գրանցել, այդ պահնորդին որակավորել եւ զենք տալ եւ այսպես ասած մասնավոր շահեր հետապնդել, ոչ թե կոնկրետ գործունեություն ծավալել, նաեւ գործող օրենսդրությունը ընդհանրապես գործիքակազմ չի տալիս, որպեսզի պատշաճ վերահսկողություն իրականացվի տվյալ ոլորտում եւ նաեւ շահառուների շահերի պաշտպանության տեսանկյունից, որպեսզի մենք հասկանանք, արդյոք ծառայությունը պատշաճ է իրականացվում թե չէ, եւ նաեւ երրորդ կարևոր հանգամանքը, որը ես խստացման շրջանակում ներկայացրեցի, վերաբերվում է չարաշահումներին գործունեության իրականացման, այսպես ասած, ընթացքում մենք ունենում ենք երկրորդ տրանսպորտային միջոցի կամ թիկնապահների ավել քանակի, որոնք որ հանրային անվտանգության տեսանկյունից մեզ համար խնդրահարույց են եւ շատ եկել չարաշահում են։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալություն, եթե շարունակելու բան կա, խնդրեմ։ Թերևս այսքանը, պարոն Թունյան, մենակ ավելացնեմ, որ նաև պետական տուրքի հետ կապված սա 500,000 դրամ է եղել պետական տուրքի եւ սա ինքը եւս այսպես ասած գործունեությանը մի փոքր անլրջություն է փոխանցում եւ նաեւ շատ կարեւոր հանգամանք կա կառավարության որոշման մեջ փոփոխություններ իրականացվեցին, խոսքը վերաբերվում է կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը սահմանող կառավարության որոշմանը եւ այստեղից մի շարք օբյեկտներ դուրս են եկել ոստիկանության պահպանության շրջանակներից եւ հունվարի 1-ից դրանք փոխանցվելու են մասնավոր պահնորդականներին ըստ էության եւ այս համատեքստում եւս շատ կարեւոր է որպեսզի ոլորտը խիստ կանոնակարգված լինի հանրային անվտանգության տեսանկյունից։ Շնորհակալ եմ։
Սերգեյ Բագրատյան։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, դուք նշեցիք, որ պահպանվող անձը պետք է շրջի 1 մեքենայով եւ 3 թիկնապահով, այդ թվում վարորդ թիկնապահով։ Մենք իրականության մեջ հաճախ տեսնում ենք 2 մեքենա, բայց հնարավոր է, որ երկրորդ մեքենայում լինեն տվյալ անձի ընկերները։ Եվ երբ մենք ցանկանում ենք, ասենք ոստիկանությունը ցանկանում է, որպեսզի այս հոդվածը կիրառի, այս օրենք կիրառի, քաղաքացին նշում է, որ երկրորդ մեքենան թիկնապահներ չեն, իր ընկերներն են։ Մենք ինչպես ենք զանազանելու կամ ինչպես ենք կիրառելու նախագիծը։ Իհարկե մենք չենք բացառում, որ ուղղակի կարող են 2 կամ 3 տրանսպորտային միջոց եւ դրանցում, ընկերներ կամ ընտանիքով շրջագային, սա այլ հարց է, եթե մենք այս շարասյուներում կտեսնենք վտանգ կամ կասկած, որևիցե իրավախախտման կամ հանցագործության առերևույթ հատկանիշներ կտեսնենք այս գործողություններում, այլ գործիքակազմերով մենք ուրեմն այսպես ասած կհակազդենք այս իրավիճակին, այս նախագիծը վերաբերում է բացառապես մասնավոր պանորդական գործունեության շրջանակում իրականացված եւ այսպես ասած ուղեկցող տրանսպորտային միջոցի արգելքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է եղել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին անկախության օրվա առթիվ։ Բարձր են գնահատում Հունաստանի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանը։ Հայաստանի եւ Հունաստանի միջև բարեկամությունը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Համոզված եմ, որ առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ գործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի, այն բարձրացնելով ռազմավարական մակարդակի ի շահ եւ ի բարօրություն երկու ժողովուրդների, ասվում է ուղերձում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կնվազեցնի նախկինում հատկացված արտակարգ բյուջեի ծախսերը գրեթե 3 միլիարդ դոլարով։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով մոտ 2.5 միլիարդ դոլարը, որը Թրամփը նախատեսում է կրճատել, պետք է հատկացվեր արտաքին օգնության համար, ներառյալ աջակցությունը միգրացիայի եւ փախստականների հարցերով աշխատող հասարակական կազմակերպություններին, Մոլդովայի եւ Վրաստանի տնտեսական զարգացմանը եւ ներառմանը առնչվող նախագծերին։ Այնուամենայնիվ միջոցները չեն ազդի դաշնակիցներին, այդ թվում Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության վրա։ Եմենի Անսար Ալլա շարժման հութիները հրթիռներով եւ անօդաչուներով հարձակվել են Կարմիր ծովում ամերիկյան Հարի Թրումեն ավիակրի եւ մի քանի ռազմանավերի վրա։ Այս մասին հայտարարել է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարյանն, նշելով, որ հարվածը իրականացվել է ի պատասխան Եմենի դեմ ամերիկյան ագրեսիայի։ Սարյան պնդել է, որ հութիները վերջին 24 ժամվա ընթացքում 2 անգամ հարձակվել են Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմի վրա։ Նրա խոսքով ապստամբների գործողությունները հնարավորություն են տվել խափանել թշնամու օդային հարձակումը Եմենի տարածքում։ Շարժման խոսնակը նաև ասել է, որ հութիները մի քանի ժամ հարվածներ են հասցրել Կարմիր ծովում գտնվող թիրախներին։ Հութիները հայտարարել են նաև, որ հրթիռներով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 18-ին։